բազմիցս արդեն երևի 4-5 տարի անընդհատ զգուշացրել եմ այդ մարմինների ամենաբարձր ղեկավարներին եւ այսօր նաեւ նրանց, ովքեր կատարում են այդ ապօրինի հրամանները, որ գալու է պատասխան տալու ժամանակը։ Այսինքն Սամվել Կարապետյանը դարձել է այսօր անդիմության առաջնորդը, ես ճիշտ եմ հասկանում, ըստ ձեզ։ Իր գաղափարներով, իր առաջ հասած ուղերձներով այսօր նա դարձել է առանցքային դերակատար անդիմության մեջ։ Անդիմության դաշտում բոլոր քաղաքական ուժերը, բոլոր կազմավորումները սա չեն կարող հաշվի չառնել։ Երկրորդ նախագահի պարագայում այդ մարդը խիստ պրագմատիկ, սթափ, բազմաթիվ, այսինքն օրինակներ կարող են բերել, ինքը նման մոտեցում չի ունեցել եւ չունի։ Тише едешь, дальше будешь։ Ну, այս դեպքում тише едешь, дальше будешь այնքան էլ ճիշտ չի, որտեվ մինչև դուք շատ դանդաղ իրար հետ պայքարելով խորհրդարանական Վստահ եղեք, որ այդ ամեն ինչը մենք էլ ենք հասկանում, մենք էլ ենք տեսնում։ Այս արհավիրքից մենք դուրս ենք գալու, կրկնում եմ Սամվել Կարապետյանի շուտով բառը։ Բայց եթե այդ բոլոր այդ մարդիկ հայտնվեն բանտում, ինչ եք անել։ Չեն հայտնվի բոլոր մարդիկ, հանգիստ եղեք, դեռ մինչև ձեզ հերթ հասնելը ժամանակ կա։ Այսպես ձևակերպեմ, հասարակության մեծ մասը հասունացած է։ Մի քիչ եք սպասում, մի քիչ, այն մի քիչ։ Չէ, մեր հասունացման ժամանակն է հիմա։ Մեր այսօրվա հյուրը ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքից Աղվան Վարդանյանն է։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան, եւ շնորհակալություն, որ ընդունել եք իմ հրավերը։ Հազար բարի։ Այս հարցազրույցը այն պահին է, երբ խուզարկություններ են պատգամավորների բնակարաններում եւ մենք կհետևենք լրահոսին, Նյուսայմի Տելեգրամ ալիքին, եթե ինչ որ նորություններ լինեն, դրանք էլ կքննարկենք։ Ինչ եք կարծում, ինչու է Հայաստանի իշխանությունը նման բաներ սկսել, խուզարկություններ, կալանավորումներ, ինչ է տեղի ունենում։ Հայաստանի իշխանություն երկու բառն էլ կարծում սխալ են։ Սրանց իշխանություն ասել եւ սրանց ասել Հայաստանի իշխանություն։ Գիտեք, վախի աչքերը մեծ են։ Իսկ վախկոտի պարագայում ուղղակի այնպես են չռվում, որ Կորանում է։ Կորանում է իշխանությունը պահելու մոլագարությունից։ Տեսակ կա, մարդկանց տեսակ կա, որոնց համար իշխանության մնալը, իշխանությունը պահելը վերածվում է մոլության։ Եվ սա ոչ առաջի դեպքն է, ոչ երկրորդն է, այս ինչ էր ասել Արշակ Սրբազանը վերջի արտահայտությունը սափրված ծաղրածուի համար իշխանությունը պահել է, իշխանությունից օգտվելը գերնպատակ է։ Չկա մտավախություն, որ եթե այսպես շարունակվի, մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները ընդհանրապես ոչ մի ընդդիմադիր չի լինի ազատության մեջ։ Տեսեք, քիչ առաջ մենք միասին նայում էինք իմ ընկերոջ պատգամավոր Արթուր Սարգսյանի հարցազրույցը անմիջապես խուզարկություններից հետո, բացառված է, որ ազգային նկարագիր, պետական մտածողություն ունեցող, հայրենիքը սիրող մարդկանց այս տականքը կարողանա վախեցնել եւ զսպել։ Ինչքան էլ փորձի իր քարոզչական մեթոդներով, իր խամաճիկներով, իր կամակատարներով տպավորություն ստեղծել, թե ինքը իշխանություն է, ինքը Հայաստանի հանրության վրա այսօր իշխանություն չունի կամ ունի իշխանություն 5-7-10%-ի վրա։ Պարոն Վարդանյան, սխալ մոտեցում է, արդյոք հնարավոր չի դա ներկայացնել որպես սխալ մոտեցում, ինչու եմ ես ասում, որ սխալ մոտեցում է, որտեղ այո, ճիշտ է, այսօր քչերն են աջակցում Նիկոլ Փաշինյանին եւ տպավորություն է, որ հասարակության մեծ մասի համար նա այլևս իշխանություն չի եւ ծիծաղելի է եւ շատերը գերադասում են որևէ բան Նիկոլ Փաշինյանից չկարդալ նրա գրածները, չլսել նրան, այդուամենայնիվ նա իշխանություն է, նա դե ֆակտո, դե յուրե իշխանություն է, նա ունի ուժային կառույցներ եւ այնինչ հիմա կատարվում է Հայաստանում, նա ցուցադրում է, որ ինչ ուզում եք իմ մասին ասեք, թող ինձ բոլորը ծաղրեն, թող ինձ միջազգային մամուլը ծաղրի, թող ինձ ռուսական մամուլը ծաղրի, ինչ ուզում եք իմ մասին ասեք, ես եմ այստեղ տերը, կուզեմ կձերբակալեմ, ինչ կուզեմ կանեմ։ Մի անգամ այն ճիշտ եք, իր միակ հեդարանը ուժային կառույցներն են, ոստիկանությունն է, քննչական մարմինները, դատախազությունը եւ այլը,
Եվ ես բազմիցս արդեն երևի 4-5 տարի անընդհատ զգուշացրել եմ այդ մարմինների ամենաբարձր ղեկավարներին եւ այսօր նաեւ նրանց, ովքեր կատարում են այդ ապօրինի հրամանները, որ գալու է պատասխան տալու ժամանակը։ Եվ ես վստահ եմ, որ այդ ժամանակը գալու է եւ նրանցից յուրաքանչյուրը հենց իրենք են նկարագրելու ցուցմունքներ տալու, թե ինչ հրամաններ են կատարել եւ ինչ ապօրինություն են արել։ Բայց դա միևնույնն է նրանց չի ազատելու պատասխանատվությունից։ Այո, ուժային կառույցներով ինքը կարողանում է դեռ իշխանության վրա մնալ եւ անել այնինչ իր խելագար շարունակում է։ Ես վստահ եմ, որ մեր հասարակությունը եւ լրատվամիջները դուք էլ տեսնում եք, որ արդեն հանրության մեջ առաջանում են բազմաթիվ խմբեր, միջուկներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, որոնց համար այս ամեն ինչը այլևս իսկապես սահմանային իրավիճակում է։ Եվ ես վստահ եմ, որ նրանց ճիշտ առաջնորդությունը, նրանց համախմբումը, առավելագույն համախմբումը, խոսքը վերաբերում է իսկապես ազգային պետական մտածողություն ունեցողների, նրանց ի վերջո բերելու է մի սահմանի, որից հետո սրա իշխանությունը իսկապես փլուզվելու է ամբողջովին, եւ այդ ուժային կառույցները ոչինչ չեն կարողանալու անել։ Պարոն Մարտիրոսյան, եկեք առարկայական խոսանք։ Դուք ասում եք հասարակության ինչ որ խմբեր համախմբվեն, այսինքն նրանք անեն ընդդիմության գործը։ Չէ՞ որ հասարակությանը համախմբելը, պայքար սկսելը, այդ թվում փողոցային պայքար սկսելը, հավաքներ անցկացնելը, ցույց տալու համար, որ այս իշխանությունը արդեն պատկերով ցույց տալու համար, որ այս իշխանությունը արդեն չունի աջակցություն, դա ընդդիմության գործն է, ընդդիմության գործը ո՞րն է։ Որ թվարկում է այս ամեն ինչը, բնականաբար ընդդիմությունը այստեղ եւ քաղաքական ուժերը հսկայական դերակատարություն ունեն եւ հասարակական նաեւ ուժերը։ Այնպես որ իհարկե խնդիրը այս կարգի իշխանության դեմ պայքարելը ընդդիմության գործն է եւ ընդդիմությունը այս տարիների ընթացքում փորձելու չի հաջողել, փորձելու չի հաջողել։ Որոշել էլ չփորձել։ Չէ, ով ասաց, որ որոշել է չփորձել։ Հիմա դուք տեսեք ինչ կատարվեց վերջին շրջանում, երբ որ այս ինչ ասեմ, ուղղակի բարերը սրանց հետ բարերով Okay, սրանք որակումներ տալ այլևս անհնար է որակումներ տալ, իրաց պետք է նմանվել։ Հանդեպ սրանց հարցակումները ուղղակի նորից ածականներ չասենք, ինչ նոր օջախներ առաջացրեց եւ եկեղեցու դեմ այս պայքարը արդեն վերածվեց հասարակության 70-80 ուղղակի հավատացյալ մեր քրիստոնյա ժողովրդի դեմ պայքարի եւ տեսակ ինչպես առաջացավ արձագանքը նույն Սամվել Կարապետյանի հայտնի բարերար գործարար Սամվել Կարապետյանի արձագանքը եւ ինչ հետևեց դրան։ Տեսեք հիմա այսօր եթե մենք հետևենք հանրային տրամադրություններին, կտեսնենք մենք ինչ ունենք։ Այսօր օրակարգը իրականում թելադրում է այս խղճուկ փորձերը անում է սա, իսկ հանրային տրամադրությունների օրակարգը թելադրում է այսօր Սամվել Կարապետյանը, նույնիսկ բանտում գտնվելով։ Իր յուրաքանչյուր ասած խոսքը գրեթե ամեն օր այդ ուղերձները որ գալիս են, մենք տեսնում ենք, թե եւ սոցիալական ցանցերում եւ հանրային տրամադրություններում ինչ պատկեր է առաջանում։ Սոցիալական ցանցերում, բայց իշխանության դեմ պայքարելը մի քիչ սխալ չէ։ Ես ասացի սոցիալական ցանցերում եւ հանրության տրամադրությունների մեջ։ Տեսեք, հանրությունը տեսնում է, չէ՞, կա այս բանը եւ կա Սամվել Կարապետյանի պատկերը։ Թող փորձի։ Այսինքն Սամվել Կարապետյանը դարձել է այսօր անդիմության առաջնորդը, ես ճիշտ եմ հասկանում, ըստ ձեզ։ Իր գաղափարներով, իր առաջացած ուղերձներով այսօր նա դարձել է առանցքային դերակատար ընդդիմության մեջ, որովհետև խնդիրը եկեղեցու կողքին կանգնելն է, եւ եթե դուք հետևել եք իր ուղերձներին, ես կուզեի այդտեղ բանալի բառը դարձնել շուտովը։ Շուտով արդարություն է լինելու, շուտով համերաշխություն է լինելու, շուտով անվտանգության վերակառուցում է լինելու, շուտով սփյուռքի դերակատարությունն է մեծանալու, այսինքն արժեքներ, որոնք հակոտնյա են, տեսեք, արս հասարակ ցանկացած մարդ, կա Նիկոլ անունով մեկը եւ կա Սամվել Կարապետյան, հայկական բացառիկ համերաշխ Գերդաստանի ներկայացուցիչ, իր աշխատանքով ազգային կապիտալ դիզած եւ այդ կապիտալը օգտագործած հայության համար, Հայաստանի համար, Արցախի համար, չթվարկեմ թե ինչեր է արել, եւ կա մեկը, որը, այսպես ասած, պատիծակից
դուրս եկած այնպիսի գերդաստան, ինչպես Կարապետյանների գերդաստանն է, ես վստահ եմ բացառիկ են իսկապես։ Վերցրեք նրա առանցները բարեգործության ոլորտում, սրանց յուրացումները, սրանց ապրելակերպը, սրանց բաները եւ նրա առանցները Հայաստանի ու Արցախի համար։ Եվ դա ոչ միայն մեծ ներդրումների մասին է խոսքը։ Նույն Տաշիր հիմնադրամը տասնյակ հազարավոր հասարակ մարդկանց աջակցել է։ Տեսեք, գնացեք Սոտք, երբ որ Ադրբեջանը գնդակոծեց Սոտքը եւ համայնքի տանիքների 60-70% ավերված էր, Տաշիր հիմնադրամը վերանորոգեց եւ միանման այդ ամեն ինչը վերականգնեց։ Եվ եթե ցանկացած մարդ ամենապարզ մարդկանցից մեկը վերցնի եւ այս երկու հակապատկերները իրենց կենսագրությամբ, իրենց արածով, իրենց ներդրումով, մարդկային տեսակով, հայկականությամբ համադրի, ակնհայտ է, որ այսօր Սամվել Կարապետյանը դառնում է առանց։ Ռուսերեն շատ հետաքրքիր տեղին արտահայտություն կա, если бы не было бы ареста Самвела Կարապետյանը, его следовало бы придумать, որովհետև ստացվում է այնպես, եթե կողքից նայենք, հա, որ անդիմությունը ինչ որ բաների էր սպասում եւ տեղի ունեցավ կալանավորումը Սամվել Կարապետյանի եւ ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը պատրաստ չէր այդ կալանավորմանը, նա եկել էր իր աջակցությունը հայտնելու Մայրաթորին եւ տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ, ինքը արդեն ստիպված է լինել ստիպված է նաև քաղաքական կոչերով հանդես գալ եւ ընդդիմության վաստորեն ամբողջ կոնֆիգուրացիան Սամվել Կարապետյանի կալանավորմամբ խախտվեց, նոր կոնֆիգուրացիա է ձևավորվում։ Այ կարող եք ասել ինչ է ձևավորվում, փաստորեն այսօր Հայաստան դաշինքի դիրքորոշումը Սամվել Կարապետյանը որպես քաղաքական գործիչ կամ քաղաքական առաջնորդ կամ ինչպես դուք եք ասում հայկական Իվանիշվիլի, ինչպես է ընկալում Սամվել Կարապետյանի այդ կալանավորումը եւ նրա նոր գործնեությունը երրորդ նախագահ, ինչ է տեղի ունենում ընդդիմության ներս։ Տեսեք, ես համաձայնություն ձեր գնահատականի հետ, որ ինքը ստիպված է անել։ Մարդը անում է այն ինչ իր էությունն է, իր նկարագիրն է, իր Այո, կարող է չանել, բայց անում է։ Եվ երկրորդը, ես վստահ չեմ, որ Սամվել Կարապետյանը ճանաչելով հրաշալի եւ այս վերջի տարիների աչքի առաջ ունենալով սրանց վարքագիծը, ինքը վստահ եմ տեղյակ էր, որ լինելու է վրա հարցակում։ Այդպես չի։ Բայց սա չի նշանակում, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը պիտի դառնա, չգիտեմ, այսպես ասեմ, ամբողջ դաշտը վերակառուցելու խնդիր։ Այ պատմեք, ոնց է լինել։ Այսպես իմ կարծիքով հետեւյալն է լինելու։ Այսօր Սամվել Կարապետյանը կալանավորված է եկեղեցու կողքին կանգնելու արտահայտության համար, բայց բնականաբար այս ուղղակի անհեթեթ բառ չասենք, նորից բառեր չասենք, նման հարցով կալանավորելը իսկապես նրան դարձնում է կենտրոնական ֆիգուր, դեմք եւ արժեհամակարգային դեմք, հայկականության նկարագիր։ Եվ սա բնականաբար ընդդիմության դաշտում բոլոր քաղաքական ուժերը, բոլոր կազմավորումները սա չեն կարող հաշվի չառնել։ Կգնա այս ամենը քաղաքական ուղղվածության, պարոն Կարապետյանը իր գործունեությունը կշարունակի իբրև արդեն քաղաքական, դա իր որոշելիքն է, իր ընտանիքի որոշելիքն է։ Ես հարցնում եմ ընդդիմությունը ինչպես է։ Ընդդիմությունը դուք վստահ եմ հետևել եք, տեսել եք ընդդիմության բոլոր արձագանքները այս կալանավորմանը եւ աջակցությունը Սամվել Կարապետյանին եւ նաեւ ընդդիմության պայքարի պլանները չի փոխել արդյոք Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Եթե մենք իրականում համարենք, որ ընդդիմության պլանը այս իշխանությունից ազատվելն է եւ Հայաստանի վերականգնման հիմքերը դնելն է, բնականաբար որևէ բան չի փոխվել, բայց բնականաբար Սամվել Կարապետյանի արկայությունը այս արդեն ընդհանուր խորապատկերի վրա բազմաթիվ նոր տարբերակներ առաջացնելու նոր մարտավարություն պետք է հայտ գա, չէ՞։ Եվ ինչ այդ ես ուզում եմ, որ դուք այդ մարտավարության մասին պատմեք, որովհետեւ ինչ ենք մենք տեսնում ենք, որ մենք տեսնում ենք երկու բան, որոնք չեն փոխվում։ Ամեն ինչ անել, կազմակերպել, որպեսզի հերացումը լինի օր առաջ չհասնի խորհրդարանական ընտրություններին, այս ուղղությամբ կազմակերպական աշխատանք անել, շարունակել համախմբումը իմ ասած ուժերի եւ եթե արտաքին աջակցության պատճառով, թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցության պատճառով, բազմաթիվ այս ուժայինների դեռ կայուն մնալու պատճառով չհաջողվի մինչև ընտրությունները, ապա ընտրությունների ժամանակ այնպիսի տարբեր դաշինքներով,
ուժերով հանդես գալ, որոնք կարողանան մեծամասնություն կազմել եւ հետագայում իսկապես ձևավորեն մի իշխանություն, որ իր ներսում կունենա տարբեր մոտեցումներ, բայց հիմնարար հարցերում, ազգային պետական հարցերում կունենա միասնական դիրքորոշում։ Հայաստան դաշինքին հայաստանյան հասարակության մի մասը մեղադրում է դանդաղկոտության մեջ եւ Սամվել Կարապետյանի գործը նաեւ որոշ առումով սրա մասին է վկայում, որտեղ այսօր Սամվել Կարապետյանին են կալանավորվել, վաղը կարող է մի նոր կալանավորում լինի, մի նոր միջադեպ լինի, մի նոր մարդի հայտ գա որպես քաղաքական առաջնորդ։ Չեք կարծում, որ այդ դանդաղկոտության պատճառով Հայաստան դաշինքը նաև իր որոշ դիվիդենդներ, որ կարող է ստանալ, կորցնում է։ Տեսեք, շատ բնական է, որ հանրության մի մասը, չափենք այդ մասը որքանն է, միշտ դժգոհություն են ընդդիմությունից, այդ թվում այսօրվա ամենամեծ խմբակցությունից։ Անհնար է եւ պատճառել չկա դրանից դժգոհելու, շատ բնական է։ Բայց մյուս կողմից էլ պիտի արդար լինենք։ Ի վերջո այս ամբողջ ընթացքում Հայաստան դաշինքը, երկրորդ նախագահի աջակիցները, որտեղ նաև դաշնակցությունն է, 3-4 իսկապես լուրջ դիմադրության փորձեր են կազմակերպել, փորձել են համախմբել հանրության մեծ մասը քաղաքական ուժերին եւ առավելագույնը փորձել են անել։ Այո, չեն հաջողել, բայց քննադատելը տեղին է, պետք է, բայց սա մեզ պիտի միայն մղի շատ ավելի կազմակերպված այս ամեն ինչը անելու։ Եվ գիտեք, այն տպավորությունը, որ փորձ է արվում նաև Հայաստան դաշինքի ընտրողների ձայները ինչ որտեղ փոշիացնել կամ ուղղորդել այլ կերպ, սա եւս հասկանալի է, բնական է, քաղաքական ուժերն ամեն մեկը ամենից շատ պատրաստում են ընտրությունների այն ուժերը, որոնք ասում են, թե իրենք չեն պատրաստվում, եւ իրենք բնականաբար նպատակ խնդիր ունեն ընդդիմադիր դաշտում ամրապնդվելու Պարոն Վարդանյան, դուք հավանաբար գիտեք, որ Ուինստոն Չերչիլը իր ժամանակվա համար մեկ պայքարողն էր կոմունիզմի դեմ, համարվում էր համար մեկ հակակոմունիստը ժամանակին, բայց երբ Գերմանիան հարձակվեց Սովետական միության վրա 1941 թվականի հունիսի 22-ին արդեն հենց հարձակման օրը հանդես եկավ շատ հայտնի իր խոսքով, որտեղ որ ասում էր, այո, ես համարում եմ, որ ֆաշիստական Գերմանիան եւ Ստալինյան Սովետական միությունը շատ նմանություններ ունեն, բայց այս պահին ագրեսորը կա եւ կա Սովետական միությունը, որի վրա որ հարձակվել են եւ չնայած որ ես համարում եմ, որ սա ճիշտ չի կոմունիզմը, մենք սկսում ենք մեր աջակցությունը, ակտիվ աջակցությունը, մենք հասկանում ենք, որ այդ աջակցությունը չլիներ, Սովետական միությունը ավելի երկար կպատերազմեր եւ անհասկանալի էր ինչ ավարտ կունենար։ Ինչի մասին է խոսքը։ Եթե այս պահին դուք եք հասկանում, երրորդ նախագահի թիմն էլ է հասկանում, արտախորհրդարանական որոշ ուժեր նույնպես հասկանում են, այսինքն կա հասարակության հսկայական արդեն միաձայն աջակցություն է այդ պայքարին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Արդյոք ժամանակը չի, որ այդ ինչ լուրջ տարաձայնություններ ունեք, որ չեք կարող մի կողմ դնել եւ միասնական այսպես թևով նոր պայքար սկսել։ Քանի որ հիշեցիք Չերչիլին, հիշեցիք ֆաշիստական Գերմանիան, մի պահ վերադառնանք այսօր վերադարձությունին, հետո կանդրադառնամ դեր 37 թվականն է այսօր։ Վստահ եմ տեղյակ եք, որ երբ 33 թվականին Ռեյխստագը հրդեհվեց, կանցլերը հայտարարեց, որ սա կոմունիստների արածն է եւ որքան որ հնարավոր էր բոլոր կոմունիստները ավելի ուժեղեր քան ձերբակալվեցին եւ այլ եւ այլ։ Հիմա մոտարապես այսօրվա իրավիճակն է, երեկվա սրանց հորինած պլան, չգիտեմ ինչ որ չեմ էլ կարդացել, որովհետեւ անհետաքրքիր է տարածելուց հետո այսօր սկսեցին այս համատարած խուզարկությունները, ձերբակալությունները եւ այլն, որ 30-ական թվականների մթնոլորտ ունենք նաեւ մատնագրերի դավաճանության եւ այլնի առումով եւ այդ դավաճանները կամ մատնիչները լցված են Սամվել Կարապետյանի ասած փոքր խմբակում, դա եւս ակնհայտ է։ Գալով ձեր հարցին, տեսեք, բնության մեջ 100%-անոց միասնություն չի լինում։ Վանո Սիրադաղյանն էր դեռ ասում։ Տարբեր քաղաքական ուժեր, տարբեր հավասարակական խմբեր ունեն իրենց շահերը, իրենց առաջնահերթությունները, իրենց մոտեցումները, իրենց պատկերացումները։ Համախմբել բոլորին մեկտեղ գուցե շատ ռոմանտիկ է, շատ հետաքրքիր է, շատ պրագմատիկ է։
շատ պրագմատիկ չի, որովհետև բնության մեջ 100%-ով համախմբում տեղի չի ունենում։ Բայց ֆորս մաժորային իրավիճակ է։ Նույն ֆորս մաժորային իրավիճակներում մենք տեսնում ենք ինչքան տարբերություններ կան։ Ես ձեզ ասեմ, որ նման փորձեր շատ եղել են։ Բազմաթիվ քննարկումներ, խոսակցություններ տարբեր մարդկանց հետ, ես հիմա մանրամասների չեմ մտնի, որը կգա կպատմեմ նաև այդ մասին, բայց եթե որ դու տեսնում ես, որ դա ռեալ չէ, իրական չէ, ուրեմն պիտի անես շատ պրագմատիկ եզրակացություն։ Հնարավոր չէ բոլորին կամ, այսպես ասեմ, երկու տարբեր մոտեցում ունեցող ռեալ քաղաքական ուժերին համախմբել, դարձնել մեկ, ուրեմն պիտի յուրաքանչյուրը իր պատկերացումներով, իր կարողություններով, իր աշխատանքով շարունակի միմյանց դեմ նվազագույն, այսպես ասած, հարձակումներով։ Եվ սա էր նաև այս գիտակցություններ, այս համոզումներ, այդ անհնարինության համոզումներ, որ ինձ բերեց հանգեցրեց տարանջատվենք յուրաքանչյուրս անենք մեր գործը, բայց լինի նպատակը նույնը։ Բայց ամեն դեպքում ձեզ գուցե չեմ համոզում, բայց վստահ եղեք, որ բայց գոնե ասենք ինչ որ հիմնական այդ պայքարի հիմնական ինչ որ թեզերի, կետերի շուրջ պետք է ինչ որ համաձայնություն լինի։ Որ դուք չեք տեսնում, ասենք երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջև սրանց հեռացնելու եւ նոր սկիզբ դնելու մեջ տարբերություն։ Նպատակները նույնն են։ Ես նաև տեսնում եմ, որ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը այնքան են վստահ, որ Նիկոլ Փաշինյանը շուտով հեռանալու է, որ ժամանակից շուտ սկսել են պայքար արդեն իշխանության ներսում տեղավորվելու համար։ Այդ տպավորությունն է։ Ես ցավոք որոշ հետաքրքիր պատմություններ կպատմեի, բայց դեռ ինձ կզսպեմ։ Չէ, գիտեք, ես նորից եմ կրկնում։ Սամվել Կարապետյանի ուղերձների բանալի բառը շուտովն է։ Եվ այդ շուտովը բոլորիս գործը պիտի լինի դա անելը։ Եվ բնական է, որ ամեն քաղաքական ուժ այդ շուտովից հետո տեսնում է իր տեղը, իր դերակատարությունը։ Տեսեք, իշխանությունը քիչ առաջ մենք խոսում էինք իշխանության մոլության մասին, չէ՞։ Երկրորդ նախագահի պարագայում այդ մարդը խիստ պրագմատիկ, սթափ, բազմաթիվ, այսինքն օրինակներ կարող են բերել, ինքը նման մոտեցում չի ունեցել եւ չունի։ Իր 10 տարին գործեց դժվար պայմաններում, երկիրը սրընթաց տարբեր ուղղություններով եւ հանգիստ թողեց գնաց։ Իր երկու նախագահական ընտրությունների ժամանակ էլ նա ընտրություններ է գնացել երկրորդ փուլով, որևէ մեկը դա չի արել։ Այնպես որ Հայաստան դաշինքին մեղադրել իշխանության մոլուցք ունենալու մեջ Չենք մեղադրում, Հայաստան դաշինքին մեղադրում են մարդիկ, մեղադրում են դանդաղկոտության մեջ։ Այսպեսի մի հարց, պարոն Վարդանյան։ Едешь дальше будешь։ Ну, այս դեպքում тише едешь дальше будешь այնքան էլ ճիշտ չի, որտեվ մինչև դուք շատ դանդաղ իրար հետ պայքարելով խորհրդարանական Վստահ եղեք, որ այդ ամեն ինչը մենք էլ ենք հասկանում, մենք էլ ենք տեսնում։ Փաստում ենք, քաղաքական գործի նույն Չերչիլի օրինակն եք բերում, չէ՞։ Քաղաքական գործի, քաղաքական ուժի նաև ճշգրիտ աշխատանքը չափից ավելի կարևոր է։ Կարելի է այսօր մի բան անել եւ փլուզել ամբողջը։ Ինչպես է կողքից ստացվում։ Գոնե ասենք կողքից, եթե փորձում ես դեմ դիմացից եք։ Եթե փորձում ես, ասենք, էմոցիաները մի կողմ դնել եւ կողքից նայել իրավիճակին, հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, պարզապես ստացվում է, որ քանի խորհրդարանական երկու ուժերը դանդաղում են, ի հայտ են գալիս նոր ուժեր, հին ուժերն են առանձնանում, ասենք նույն Արթուր Վանեցյանը, հիմա էլ Սամվել Կարապետյանը, վաղը մեկ ուրիշը ի հայտ կգա եւ մի քիչ տարօրինակ տպավորություն։ Չէ, շատ լավ է, բայց այսինքն չես հասկանում, բա լավ, այս մարդիկ մի օր պետքա։ Երբ որ ես ասում եմ յուրաքանչյուրը իր գործը անի եւ վերջում համախմբեն միավորվեն, երկու տարբերակ կա, կամ մինչև ընտրություններ կամ ընտրություններ, երկու տարբերակ կա, չէ, ուրիշ տարբերակ չկա։ Եվ եթե առաջանում են նոր անհատներ, ուժեղ անհատներ, նոր ուժեր են առաջանում, որոնք նույն նպատակը, նույն խնդիրը ունեն, ուրեմն շանսերը ավելի մեծանում են։ Պաստորեն ստացվում է, պետք է մենք խրախուսել, ոչ թե խանդով վերաբերվել։ 2021 թվականի ընտրություններից պետք է խրախուսել, ոչ թե խանդով վերաբերվել եւ նաեւ չփորձել այդ նոր առաջացող ուժերին
ինչ որ կերպ յուրացնել կամ յուրացման տեսարաններ սարքել։ Գնացինք առաջ, ստացվում է, որ 2021 թվականին, երբ որ ընտրություններում ընդդիմությունը պարտվեց եւ Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց կրկին եկավ իշխանության, թույլ ընդդիմությունը այդուամենայնիվ, ինչպես դուք քիչ առաջ ասացիք, 3-4 անգամ փորձեց փողոցային շարժում սկսել, ծախողեց։ Իսկ հիմա, երբ որ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ահա որ թույլ է, ավելի թույլ, քան երբևիցե ինքը եղել է եւ դժվար թե ավելի թույլ լինի, չգիտեմ, մի քանի ամիս հետո, որտեվ էլուր պիտի թույլ, այլտեղ չկա թույլանալու, ընդդիմությունը մտածում է, խոսքը ձեր դաշինքի մասին է, որ բավոր այս անգամ էլ չստացվեց, մի քիչ սխալ հաշվարկ չի մաթեմատիկայի տեսանկյունից։ Գիտեք, հեշտ է դատել ասել, որ քանի որ վիճակը այսպիսին է, ուրեմն պետք է անմիջապես գործողության գնալ։ Բայց հավաստիացնում եմ ձեզ, վստահ եղեք, որ ընդդիմությունը ոչ միայն Հայաստան դաշինքը, ոչ ընդդիմության մյուս ներկայացուցիչներն ուժերն էլ այդ ամեն ինչ հրաշալի հասկանում են։ Եվ եթե անմիջական, օրինակ նույն Սամվել Կարապետյանի կալանավորման օրը, տեսակ չէ, Սամվել Կարապետյանի ընտանիքից որևէ մեկը չկար նույն Էջմիածնի երթի ժամանակ, երբ որ Սամվել Կարապետյանի նկարներն էին բարձրացրել։ Դա բան չփոխեց։ Իհարկե, բայց տեսեք, վստահ եղեք, որ ընդդիմության ուժերը, ես իբրև հայ մարդ, իբրև քաղաքական, պետական գործիչ, հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց գիտեմ, որ եթե դա չի արվում, հաշվարկված, կազմակերպված, գոնե 60-70%-ով հավանականություն ունենալով, ես հասկանում եմ, որ եթե ես նման քայլի գնամ, պայմանական ես եմ ասում, դա նշանակում է մեկ անգամ էլ փլել եւ հուսահատություն առաջացնել, բայց շատ ավելի լավ է այսօրվա մթնոլորտը, այսօրվա հանրային տրամադրությունները գեներացնել եւ պատրաստ լինել իսկապես այնպիսի քայլի ռուսներն ասում են, այսինքն եթե վստահ եք 60-70%, ես էլ կարող եմ տասնյակ հայկական առածներ ասացվածներ ասել, այնպես որ վստահ եղեք, որ այդ ամեն ինչը մի հարց է, դեպքում եկեք բարձ պատասխանեմ ձեզ այս ակնկալում, Նիկոլ Փաշինյանն է այսօր թույլ նրա իշխանությունը, քան Սերժ Սարգսյանի իշխանությունը 2018-ի ապրիլի վերջին։ Պատասխանեք այս հարցին։ Շատ պարզ հարց եք տալիս, որի ազնիվ պատասխանելու պարագայում պետք է նաև շատ բաների մեջ մտնեմ։ Ցավոք 18 թվականին Սերժ Սարգսյանի իշխանությունը թույլ էր իսկապես, հանրային աջակցությունը շատ ցածր էր, նաև դա սոցիոլոգիական հարցումների տամնից ցույց էին տալիս։ Ուժային կառույցները չունեին այսօրվա ուղղաձիգ կառավարումը, չմտնեմ մանրամասների մեջ, այլ առիթով թեթև ակնարկներ արել եմ այս առումով, այս իմաստով, զուտ իշխանության բուրգի իմաստով, այսօրվա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի հաշիվ ուժային կառույցների բոլոր հնարավոր եւ իրենց կադրերի ենթակայության ստրկամտության եւ այլնի շնորհիվ գումարած արտաքին աջակցության։ Ինչ արտաքին աջակցության մասին է խոսքը։ Դուք տեսել եք այս ամենը, որ կատարվում է Հայաստանում, որևէ եվրոպական երկիր կամ որևէ դեսպան ինչ որ գնահատական տա։ Դուք հիշում եք Միացյալ Նահանգների դեսպանի հաղորդագրությունը, երբ որ ռումբերով ընդդիմադիրներին Բաղրամյան պողոտային տեսել եք, չէ՞, որ ասում են ոստիկանությունը բառացի չեմ հիշում, իհարկե փայլուն է գործել եւ այլն։ Դուք տեսնում եք Թուրք-Ադրբեջանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի Թուրք-Ադրբեջանի աջակցությունը ինչով պետք է օգնի Փաշինյանին։ Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, բարձ բան եմ ձեզ ասում, 21 թվականին, երբ որ հայրենիքի փրկության շարժումն էր եւ զինվորականությունը գլխավոր շտաբը հայտարարություն արեց, ինչ հայտարարություն արեց Թուրքիան։ Հիշում եք, չէ՞։ Չեմ հիշում։ Որ անընդունելի է, դատապարտելի է հանկարծ ռազմական հեղաշրջումը եւ տեսեք ինչ է կատարվում։ Թուրքիայի այս հայտարարությունը Ռուսաստանի այսօրվա իրավիճակը Ուկրաինայում եւ Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը եւ այլն։ Այսինքն ասում եք ակնհայտորեն այսօր Ադրբեջանը եւ Թուրքիան բնական պաշտպանում են այս իշխանությունը եւ նույնիսկ հայտարարում են, չէ՞։ Բայց պաշտպանելը հիմա իրենք հոգուտ ընդդիմության են, որովհետեւ ասեմ, եթե Ալիևը ավելի բան չլիներ, քիչ մաքսիմալիստ լիներ, այսինքն առավելագույնը չուզենար, նա վաղուց ինչ որ մի հատ ստորագրել եւ նվիրել էր Փաշինյանին, որ նա
սենց հանի այդ թուղթը ասի ես դες խաղաղություն եմ վերել, չեն ստորագրել ու հավանաբար չեն ստորագրելու, հավանաբար նաև նրա պատճառով, որ հասկանում են, որ Փաշինյանը ունի հայ ազգի աջակցությունը եւ այսինքն չեն ուզում գնալ նույնիսկ ամենաչնչին զիջումների, պահել մի մարդու իշխանության, ով իրականում ակնհայտ է, որ վաղը արդեն իշխանություն չի լինելու, որտեղ եթե մի մարդու ամբողջ ազգը չի ընդունում, նա օքեյ, մի տարի, մի քանի տարի էլ ձգեց, բայց դա ու հատկապես նրա որոշումները վաղը այդ որոշումների ճակատագիրն էլ ակնհայտ չի։ Նենց որ Ադրբեջանի աջակցությունը հօգուտ Փաշինյանի չի առաջինը, երկրորդը նաև այս իրանական պատերազմը 12-օրյա պատերազմը հուսանք որ վերջացել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա մի բան ցույց տվեց, որ Ադրբեջանի համար այնքան էլ հեշտ չէ հարձակվել Հայաստանի վրա, համենայն դեպս լայնածավալ ռազմական գործողություններ սկսելն այնքան էլ հեշտ չէ, այնպես որ Ադրբեջանը թուրքական այդ աջակցությունը Փաշինյանն կարելի է հանել։ Հիմա մի քանի աջակցության օջախներ ցույց տվեցինք, չէ՞։ Ուզում եք հանեք Ադրբեջանը, բայց գիտեք, ցանկացած իրավիճակում նույնիսկ փողոցում, երբ որ մեկը ստորացված է, երբ որ մեկը պատրաստ է ամեն ինչից իջելու, նրանից քամում են առավելագույնը եւ շարունակում են քամել այսօր։ Քամում են։ Սա է իրականությունը, բայց ասում եմ, կա այսպես ասած ժողովրդավարական երկրների հայտարարության աջակցությունը, կա Ռուսաստանի այսօրվա իրավիճակը եւ իր կաշկանդվածությունը այլ ճակատներում, կա Հայաստանի ուժային կառույցների բացարձակ բուրգը համանդրական դատարանից սկսած որ Այդ դա ամենա եւ դա ամենահեշտ փլվող նման բաներից մեկն է։ Ինչպես կարող է դա փլվել։ Քիչ առաջ խոսում էինք այդ մասին, դա կարող է փլվել միայն մի պարագայում, եթե իմ ասած ուժերը գտնեն կազմակերպվելու, համախմբվելու, չի նշանակում նույնանալու, ներողություն, չմտածեք նույնանալու, խնդիրը ձևակերպեն եւ այդ խնդրին պատրաստ լինեն եւ ուրեմն ես վստահ եմ այդ շուտով բառը, բանալի բառը գործելու է։ Շատ հետաքրքիր է։ Եվ նորից վերադառնամ 2010 թվականին ձեր հայտնի ելույթը ազգային ժողովում, որը որ Ես արդեն հոգնել եմ այդ հիշեցումը։ Բայց դա շատ հետաքրքիր էր։ Դուք ասում եք, որ ես կանխատեսում եմ աղետ։ Իսկապես 2018 թվականի ապրիլին կանխատեսում եք այն, ինչ հետո տեղի ունեցավ Ես բառացի ասել եմ հետևյալը, իմ ելույթում ամենավանը, որովհետև անցել դեռ ժամանակ չէի հիշում, հետո վերանայեցի կամ ինչ-որ տեղ հանդիպեց նայեցի, բառացի ասել եմ հետևյալը. ողբերգական հետևանքներ է ունենալու իմ ժողովրդի, հրապարակի, հիշում եք հրապարակում, հրաշալի երիտասարդության, Արցախի իմ պետականության համար։ Հիմա ասում եմ եւ լարվում եմ։ Ցավոք այդպես եղավ, ցավոք այդ համատարած, ինչ ասեմ, արդեն կարելի ասել հիստերիկ ոգևորության մեջ մարդիկ եւ այդ թվում նաեւ շատ կարեւոր դերակատարներ չանցացին այդ նախազգուշացման, այդ կանխատեսմանը, բայց եղել այնինչ եղել է, հիմա հետ դառնալու քննելու Ես ուզում եմ հասկանալ, ինչու է եք դա կանխատեսում, ինչն է։ Տասնյակ անգամներ այդ հարցը ես տվել են, որովհետև ես Կարճ, ինչու եք, ինչն էր ձեզ ստիպում նման բան կանխատեսել։ Նիկոլ Փաշինյանին այդ օրերին ես շփվում էի բազմաթիվ մարդկանց հետ, բազմաթիվ անհատների ուժերի ներկայացուցիչների հետ, գիտեի ներսում ինչ է կատարվում։ Ես ճանաչում էի այդ մարդու տեսակը, ստոր, նենգ, բանսարկու պիղծ տեսակը եւ նաեւ այն մթնոլորտը, որ նա ստեղծել էր, բնականաբար այս ինֆորմացիա դա բան չէր, չգիտեմ, մարգարեական ինչ-որ բան չէր, դա փաստերի ինֆորմացիայի վրա հիմնված եզրակացություն էր։ Դե հիմա էլ կանխատեսեք ինչ է լինելու կես տարի Հայաստանում։ Կես տարի չեմ ասի, ես մի բան էլ ասեմ, չգիտեմ, շատերը մոռացել են, ես 15 թվականին էլ 15 թվականի սեպտեմբերին հարցազրույց եմ տվել եւ ասել եմ, որ 3 տարի հետո հանրապետական իշխանություն չի լինելու եւ էլի փաստարկված եմ ասել։ Կես տարի չեմ ասի, բայց կրկնում եմ, այս արհավիրքից մենք դուրս ենք գալու, կրկնում եմ Սամվել Կարապետյանի շուտով բառը, դա ենթադրում է աշխատանք, դա ենթադրում է նվիրում, տեսեք,
Արթուր Սարգսյանի հարցազրույցը խուզարկությունից անմիջապես հետո դա ենթադրում է այս տեսակ մարդկանց համախմբում Բայց եթե այդ բոլոր այդ մարդիկ հայտնվեն բանտում, ինչ եք անում։ Չեն հայտնվի բոլոր մարդիկ, հանգիստ եղեք, դեռ մինչև ձեզ հերթ հասնելը ժամանակ կա։ Թող փորձեն որևէ մեկը իրապես ինքնուրույնացող արժեքային հենք ունեցող մարդը կլինեն փախչողներ։ Տեսնում ենք, չէ՞, այսօր Սամվել Կարապետյանի շուրջ էլ, չէ՞, ամենախոշոր ներդրողն է, ամենախոշոր Իդեպ Սամվել Կարապետյանի պահը։ Բազմաթիվ գործարաններ այսօր դեռ լռում են, չէ՞։ Այդ դրա մասին է ուզում դες հարցնել երեկվա այդ թուղթը, որ իշխանությունը ներկայացրեց որպես հեղաշրջման պլան, այնտեղ նշված են նաև գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը։ Ինչու իշխանությունը որոշեց այդ մարդկանց ժամանակից շուտ ընդդիմադիրների դաշտ, այսպես։ Ազնիվ խոսք չեմ կարդացել, ազնիվ խոսք չգիտեմ Չէ, նշված է նրանց երկուսի անունը։ Օրինակ հետաքրիր է, օրինակ մեկն էլ կա, Սասի Արտակ կա։ Ահա։ Նրա անունը կա թե չկա։ Չկա, երկուսի անուններ Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան։ Ինչի հենց Այս մարդիկ, իսկ ենթադրում եմ, որ այս երկուսի անունը կա, քանի որ նրանք նաև որոշակի կապեր, նախազգուշացումը նրանց առաջին անգամ չեն նախազգուշացել, բնականաբար վախացնելու ցանկություն ունեն, բայց նաև ենթադրում եմ, որ քանի որ Սամվել Կարապետյանը որոշակի հարաբերություն ընկերական կապեր ունի այդ մարդկանց հետ, նաև այդ պատճառով են փորձում նրանց սաստել։ Գիտեք, սաստվողը կսաստվի, բայց եւ հասնի ամեն մեկին վստահ եմ, որ զիջողներ, նվաստացողներ, խաղից դուրս եկողներ կլինեն, բայց հիմնական միջուկը, ողնաշարը, առանցքը, հայկականությունը պինդ մնալու է։ Գիտեք, ես չգիտեմ ինչի այս պահին հիշեցի Ռուբեն Վարդանյանին, ով Բաքվի բանտում է, մեր ազգի թերևս ամենամեծ ցավոտ պահերից է հենց որ մեր գերիներն այնտեղ Բաքվում են, եւ ես հիշեցի Ռուբեն Վարդանյանին, որ տարիներ շարունակ առիթ եմ ունեցել բավականին երկար հետը շփվելու, բավականին մտերիմ շփվելու եւ անընդհատ կրկնում էր, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ երբ նրան ձերբակալեցին այդ ճանապարհին միշտ հիշում էի եւ ասում էի Աստված իմ տեսար որ քաղաքականությունը եկավ եւ սկսեց քեզնով զբաղվել։ Նույն մեղադրանքը կարելի է հավանաբար հնչեցնել նաեւ հայ գործարարների հասցեին, որ բոլորն ասում էր, որ մենք քաղաքականությամբ չեն երբ են նաև արթնանալու հայ գործարարները ըստ ձեզ դուք հավանաբար շատերի հետ եք շփվում, երբ են նրանք դադարելու լռել եւ չկա ձեզ մոտ տպավորություն, որ նրանք ողջավորությամբ սպասում են երբ են բացվելու հայ-թուրքական սահմանը։ Դրանց մեջ կան մարդիկ, որոնք սպասում են, բայց ինչպես յուրաքանչյուր ոլորտում հայ գործարարների մեջ էլ կան ազնիվ, գործունյա, աշխատող, ազգային նկարագիր ունեցող գործարարներ, որոնք վստահ են, որ մի օր եւս փորձկալու են։ Իհարկե, Սամվել Կարապետյանն էլ այս ամբողջ ընթացքում քաղաքականությամբ չի զբաղվել, միայն բարեգործություն, միայն ներդրումներ, միայն լոբինգ, հայկական լոբինգ։ Այո, եւ չի հայտարարել ոչ մի քաղաքական հայտարարություն չի արել։ Քաղաքականությունը հիմա զբաղվում է, չէ՞։ Նույնը լինելու է մյուսների պարագայում եւ իմ ասած մաղվելու են։ Ի վերջո, այսպես ասենք, պետականություն ունենալու հիմքերից մեկը տնտեսությունն է, ազգային կապիտալն է, ազգային մանավանդ հայ իրականության մեջ ձեռներեցության։ Իսկ չեք վախենում, պարոն Վարդանյան, որ այս ընթացքում, քանի դեռ մենք սպասում ենք երբ է հասարակությունը հասունանալու եւ դուք սպասում եք եւ սպասում եք որ ճիշտ պահը կգա շուտով Այսպես ձևակերպեմ, հասարակության մեծ մասը հասունացած է։ Մի քիչ եք սպասում, մի քիչ։ Չէ, մեր հասունացման ժամանակն է։ Okay, մինչև դուք հասունանաք, ինչպես դուք եք ասում, մենք շատ արագ ենք Նիկոլ Փաշինյանին հաջողվի Զանգեզուրի Միչանսկի հարցը, այսպես կոչված կարգավորել հոգուտ Ադրբեջանի եւ երկրորդը որ 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում սրանք լուրջ սպառնալիքներ են սրանք որոշումներ են որոնք շատ դժվար կլինի հետո չեղարկել հնարավոր չի լինի չեղարկել այսօք այդ վտանգը չեք տեսնում Համաձայն եմ բնականաբար Որն է այն կարմիր գիծը որ ասեք վերջել չեք կարող սպասենք եթե սա եղավ շատ վատ է մենք դուրս են գալիս փողոց ինչ ուզում է լինի Այնքան բան է եղել
որ նույնիսկ այսօր մենք ուշացած ենք սարսափելի։ Ձեր թվարկած եւ երկու վտանգները շատ ռեալ են, շատ արկա են եւ բազմաթիվ այլ վտանգներ արկա են։ Բայց կրկնում եմ, անել մի բան, որը վստահ չես, որ կարողանալու ես հաջողել, դա քաղաքական առումով ամենասխալ որոշումը կլինի։ Մենք Դուք այսօր անձամբ վստահ մոտենում չեք, ենք, թե ձեր կուսակցությունը վստահ չէ, ձեր դաշինքը վստահ չէ։ գիտեք, ամեն քաղաքական ուժ քննարկումների, մտածումների, վերլուծությունների արդյունքով է որոշումներ կայացնում։ Ես ինքս անձամբ այսօր չեմ տեսնում պատրաստ այդ ռեալ իրավիճակ, ասեցի 60-70%-ով գործոնները, պատճառների մասին խոսեցինք, բայց ես տեսնում եմ շուտովի ռեալ հնարավորությունը եւ ես այսպես ասեմ, տեսեք, աշխարհակաղակական փոփոխությունները, նույն Իրան-Իսրայել հակամարտությունը, Թուրքիայի դերակատարությունը, Ռուսաստանի վիճակը եւ այլը, այս ամեն ինչը բավական այնպեսի մի խճանկար են առաջացել, որ ցանկացած պահի կարող են կտրուկ փոփոխություններ նաեւ լինել, բայց ես բազմիցս ասել եմ, բազմիցս հայտարարել եմ, երբեք ու երբեք իմ հույսը կամ այն քաղաքական միջավայրի հույսը չի կարող լինել օտարի միջամտությունը, օտարին սպասելը։ Եթե մենք այստեղ չենք կարողանում անել մեր անելիքը, եթե արեցինք, աջակցություն կունենանք նույնիսկ ամենաանսպասելի տեղերից, եթե չարեցինք, որևէ աջակցություն չենք ունենա։ Պարոն Վարդանյան, որպես լրագրող, ով 20 տարի զբաղվել է միջազգային լրագրությամբ Ռուսաստանով եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունով, կարող եմ ձեզ վստահ ասել, որ կոնկրետ Ռուսաստանի համար, Հայաստանի դեպքում աջակցություն, այնպիսի աջակցություն, որ ասեք, վայ Պուտինը եկավ, Նիկոլին տարավ, մեկ ուրիշին բերեց, երբեք նման բան չի լինելու եւ ընդհանրապես Կրեմլում լուր հետևելու են եւ միջամտությունը լինելու է բավականին զուսպ։ Մենք նույն կերպ ենք մտածում։ Դեպքում ասել արտաքին գործոնների մասին մի քիչ։ Չէ, բայց ես չէի ասում լարնոպել, ես ասում եմ հակառակ, ասում եմ ամեն փոփոխություն հնարավոր է, բայց ամեն ինչ կախված է մեզանից, ոչ թե բացարձակապես ներքին խնդիր է։ Ձեզ մի քիչ հիասթափեցնելով, շատերին գուցե հիասթափեցնելով արագության իմաստով, դանդաղկոտության իմաստով, բայց ռեալ արդյունքի իմաստով վստահ եմ, որ ընթացքը ճիշտ է եւ ի վերջո պատահական չէ, որ այսօր այդ մարդը կամ իր խմբակը ունի նվազագույն աջակցություն մեր հանրության մեջ։ Ինչի մասին եք ափսոսում։ Գիտեք, ափսոսել առանձների տամար երբեք միասար ափսոս եւ այլը Վահանտերյան լավ ճիշտ մեջ բերեցի։ Չէ։ Հատուկ ափսոսելու բան չունեմ, թե ունեմ լիքը ափսոսելու բաներ։ Ինչ որ արել եմ եւ անում եմ, կարծում եմ իմ բնույթին, իմ կառույցին, իմ հոգևոր մշակութային մարմնական կառույցին համապատասխանում է։ Չկա ինչ-որ մի բան, որ արել եք ձեր քաղաքական կյանքում, ձեր մասնագիտական կյանքում, որի համար ձեզ չեք կարող ներել։ Չէ, այդպես որ աններելի մի բան արած լինեմ, չէ, չունեմ նման բան։ Շնորհակալություն հարցազրույցի համար։